Պետական կառավարման եւ ընտրակարգի փոփոխության հարցերով օրակարգ սահմանելը կեղծ է եւ ըստ էության որևէ կապ չունի քաղաքացու շահերի հետ։ Մեծ զրույցում այսպիսի կարծիք հայտնեցին քաղաքագետներն ու քաղաքական գործիչների մեծ մասը։ Խորհրդարանական քաղաքական ուժերի կողմից օրակարգ մտցրած քաղաքական կոնսուլտացիաների մասին խոսելիս քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով նախագահական ընտրություններին ընդառաջ դա արվում է սեփական վարկանիշի խնդիր լուծելու համար միայն եւ որ այդ քաղաքական կոնսուլտացիաները քաղաքացիների կենսական խնդիրների հետ որևէ առնչություն չունի։ Իշխանությունը ոնց մնացել է ոչ հաշվետու հասարակությունը, նույն ձևով կմնա, եթե ոչ ավելին, հա։ Բացի դրանից ես չեմ կարծում, որ եթե, ասենք, խորհրդարանական կառավարման ձև մտնի, ասենք թե տրակտորներ կամ ընտրակաշառքներ չեն բաժանելու։ Դա փորձ է, դա հնարք է քաղաքական դաշտը իմի բերելու, որոշակի խնդիրներ լուծելու, ինչպես դուք ասացիք, թաքնված օրակարգով։ Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով այս ամենով փորձ է արվում անկախ օրակարգով քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսել, որն ըստ զրուցակցից կարող է ավարտվել նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի խնդրի լուծմամբ։ Դրա հետ մեկտեղ քաղաքական գործչի կարծիքով այսօր ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը փորձում են ամեն ինչ անել գլխավոր հարցից խույս տալու համար։ Փոփոխել Հայաստանում ընտրությունների որևէ բան այս պարագայում անհնար է։ Ես կարծում եմ, որ Հայաստանում կամաց սկսում են թե քաղաքական ուժերի մեջ, թե հասարակության մեջ ծնվել այն միտքը, որ այստեղ միայն հեղափոխական ալիքի միջոցով կարելի ինչ-որ բան կտրուկ փոխել, կստացվի թե ոչ այլ խնդիր։ Իմ տեսակետից այս հարցերը չքննարկելու համար քննարկվում են հարցեր, որոնք այսօր երկրորդական են։ Եվ քաղաքական ուժերի ներսում եւ քաղաքացիական հասարակության շրջանակներում շատերն են խորհրդարանական մոդելի կողմնակից եւ այս նկատի ունենալով քաղաքացիական կոնսուլտացիաների հեղինակները այս դեպքում կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ով հարցը մտցրեց քաղաքական օրակարգ, նպատակ ունի ինչ որտեղ ապահովագրել իրեն այս կարծիքին է ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը։ Սա միգուցե գիտեք ինչ հնարավորություն կտա նոր ռեսուրս, հասարակական ռեսուրս քաշել իր կողմը։ Քանի որ այսօր քաղաքական օրակարգում այս խնդիրը դրված է ԲՀԿ-ի հենց կողմից, ինստինկտիվ արդեն դառնում է ոնց որ այդ օրակարգի ջատագովը։ Քաղաքագետները համոզված են, որ այս հարցը նախագահական ընտրություններից առաջ օրակարգի կարևորագույն խնդիրը դարձնելը ունի իր ինչպես ակնհայտ, այնպես էլ թաքնված միտումները։ Էմմա Պայլյան, Տիգրան Գասաբյան, Gala News։